Իր խոսքը ասել Սամվել Կարապետյանի մասին։ Պարոն Շարմազանով։ Լավ, կռիվ մի արեք, համերաշխություն։ Պարոն Շարմազանով, Սամվել Կարապետյանին առնչվող վերջին դրվագը հեծը լիցենզիայից զրկելն է, սա կանխատեսելի սցենար էր թերևս, որովհետև հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ այս մտահոգությունները հայտնում էին դեռ 2024 թվականին, երբ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն էր փոխվում եւ ուղիղ հարցեր էին հնչել նաեւ այս թեմայով։ Ինչ սպասել սրանից հետո, ես ուզում եմ հիշեցնել նաև մի հոդված, որն անմիջապես հունիս ամսին Կարապետյանի ձերբակալությունից հետո էր լույս տեսել, ռուս վերլուծաբան Արեշևը տեղեկություններ էր հայտնել, որ հնարավոր է այս սցենարը Կարապետյանի շուրջ ընդամենը մեկ խնդիր է լուծում, այն է Հայաստանի էլեկտրական ցանցերը փոխանցել թուրքական ինչ-որ ընկերության։ Այս տեսակետի հետ ինչպես եք վերաբերում, հնարավոր համարում եք, թե ոչ։ Զառա ջան, մի քանի հարց տվեցիք, առաջինը պարոն Կարապետյանի մասով ասեմ, որ պարոն Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խղճի բանտարկյալ է, մարդը պայքարում է իր ազգային արժեքների համար, իր պետության ազգային նկարագիրը պահպանելու համար եւ այն ինչ որ անում է նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ, դա ուղղակի քաղաքական հետապնդում է դասական իմաստով։ Ամենադասական իմաստով Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է եւ այս իշխանությունների պատանդն է, ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի ռեժիմի պատանդն են, այնպես էլ սրբազանները Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը եւ այլ քաղաքական բանտարկյալներ այս ռեժիմի պատանդներն են։ Ակնհայտ է, որ իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից, վախենում է այն հեղինակությունից, որ ունի Կարապետյանը եւ բնականաբար ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա այդ ազգային զարթոնքը եւ Կարապետյանի գլխավորությամբ ազգային ուժերի համախմբումը։ Սա ակնհայտ է, բայց մի բան է ուրախացնում, որ պարոն Կարապետյանը վճռական է, նա որևէ այս գործարքի չի գնում այս իշխանությունների հետ եւ մի քանի անգամ իր հրապարակային նամակներում իր կողմնակիցներին, հայ ժողովրդին նշել է, որ ինքը վճռական է այս իշխանությունների դեմ պայքարում, որովհետև սա ոչ թե իշխանությունների դեմ պայքար է, սա պետություն ունենալու չունենալու պայքար է։ Եվ այդ իմաստով ես ողջունում եմ Սամվել Կարապետյանի նման դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է ռուս վերլուծաբան Արեշևի ասածին, ապա այո, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, առաջիններից մեկն եմ Հայաստանում եղել, որ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ռուսականից փոխում է դեպի թուրք արևմտյան, թուրք նատոական, եւ դա երևում է եւ արտաքին քաղաքականության մեջ, երևում է եւ Էրդողանի գիրքը իր կրծքին սեղմելու մեջ եւ թուրք-ադրբեջանական բոլոր նարատիվները տարածելու եւ նրանց պահանջները իրականացնելու եւ բնականաբար նաեւ ռուսական կապիտալը կամ ազգային կապիտալը թեկուս հայկական փոխելու թուրքականով։ Այսօր ես որևէ տարօրինակ բան չեմ, տարօրինական մեր տրամաբանությամբ եւ անթույլատրելի է, բայց այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը իմ համար զարմանալի չէ։ Նա մեր պետությունը տանում է դեպի վիլայեթացման եւ մեկ անգամ չէ որ ասել եմ, դրա համար էլ նաեւ այսօր այստեղ եմ։ Պարոն Շարմազանով, Սամվել Կարապետյանի գործի մասին խոսելիս իշխանությունը մասնավորապես իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը քննչական կոմիտեին, քանի որ դուք նշեցիք Սամվել Կարապետյանը խղճի մտքի բանտարկյալ է, դասական քաղբանտարկյալ է, հղում անելով, որ պարզապես կալանավորվել է մեր ձևով արտահայտության համար, քննչական կոմիտեի ղեկավարը նշում է, դուք կարծում եք, որ պարզապես դրա համար է, հղում անելով ենթադրյալ կամ հնարավոր օպերատիվ տեղեկատվության, որ Սամվել Կարապետյանը միայն դրա համար չի ձերբակալվել, ապա կալանավորվել։ Ինչ պիտի աներ Սամվել Կարապետյանը։ Քննչական կոմիտեի նախագահը շատ պարզ ասել է, որ միայն դրա համար չէ, ես էլ կարող եմ ասել միայն դրա համար չէ, եւ զուգահեռ գնում էր Սամվել Կարապետյանի տեսահոլովակի տրանսլյացիան, Նիկոլ Փաշինյանը պարլամենտից արդեն իրար հետ չտալով մի քանի ոչ քաղաքակիրթ գրառումով հանդես եկավ եւ որը ես դիտարկել եմ որպես ուղիղ հրահանգ ուժային կառույցներին կալանավորել Սամվել Կարապետյանին։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ուժային կառույցները կամ առնվազն նրանց մեծամասնությունը գործում են բացառապես իրենց խղճով եւ սահմանադրությամբ, նրանք գործում են իմ տպավորությամբ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, ուղղակի կամ անուղղակի։ Եթե Նիկոլ Փաշինյանը SMS-ով ԲԴԽ նախագահի հանում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ այդ իմաստով իշխանները իրան կռուտիտ լինեն, ծիծաղել է, կարծում եմ ցանկացած
տրամաբանություն ունեցող մարդ կարող է կարդալ եւ ծանոթանալ Սամվել Կարապետյանի հայտարարությանը եւ տեսնել, որ այնտեղ մեր ձևով հայտարարությունը որևէ խնդիր չի հարուցում, որևէ այնտեղ քաղաքական բան չկա։ Եթե այդպես դայինք, ապա նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը առավոտից երեկո սպառնալիքներ են հնչեցնում падգամավորների եւ ընդդիմության վրա, կանգնում ասում է բոլորիդ կմցնեմ ԱԱՑ պատվալ, ասֆալտին կփռեմ, ներողություն այս բառիս համար 21 թվականին ասում է բոլորին բռնելու եմ շինեմ, բայց նման հայտարարությունների համար որևէ մեկը նրան քրեական պատասխանատվության չենթարկեց, նույնիսկ կարծեմ գործել չհարուցեցին։ Իսկ հիմա իսկ Սամվել Կարապետյանը քաղաքական ալեգորիա չի, յանը քաղաքական ալեգորիա է, հա։ Պարզ չի ինչա կատարվում, այս իշխանությունը, այս ռեժիմը ուզում է ողնաշարը հայ ժողովրդի, հայ ազգային մտքի ողնաշարը ջարդել եւ հասնել Հայաստանի վիլայեթացման, բայց չի հաջողելու։ Չի հաջողելու այս հոս բազմությունն դրա վառ ապացույցն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ 24-ից հարգելի հետ